պարտությունները, որ արգելք է դրվել ձեր ելույթների հարցերի վրա, եւ մենք տեսնում ենք, որ դուք ոչ ելույթ եք ունենում, ոչ հարց եք տալիս։ Չէ, ճիշտ չեն ձեր տեղեկությունները։ Ինչու Նման արգելքներ գոյություն չունի։ Հերթագրում ելույթների դեռ նախատեսված անմիջումից հետ։ Պարոն Ղազարյան, ես ուզում եմ ինչ այս էլի հարցեր տալու հնարավորություն կա։ Պարոն Ղազարյանի տեխնատությունն ա եղել, մեր գործընկերն է, մեր մյուս գործընկերներն են խոսել, դրա համար չեմ գրանցվել, բացի այդ հավանաբար դուք տեղյակ եք, որ պայմանավորվածություն կա, որ խմբակցությունների ելույթների քանակի սահմանափակում կա, եւ պետք է նաեւ մեր խմբակցության մյուս падգամավորներն էլ ելույթներից բոլոր տեխնատությունների շուրջ միայն ես չպիտի ելույթ ունենամ, մեր խմբակցությունը 29 падգամավորից է։ Ղեկավարության հետ քննարկելու եք։ Ես իմ բոլոր ելույթների հիմնական կետերը, այսպես թե այնպես քննարկում եմ մեր գործընկեր, այսինքն ես եթե նկատել եք իմ ելույթները բանավոր են, այսինքն ես տեքստ չունեմ, որ տեքստը համաձայնեցնեմ, բայց հիմնական թեզերը, թե ինչի մասին պետք է խոսել, ես իմ գործընկերների, մասնավորապես պարոն Արեգ Կարապետյանի հետ սիրով աշխատանքային մթնոլորտում քննարկում։ Ղազարյան, ես ուզում եմ հապկից ես հարց տալ, հապկից դե Հայաստանի հարաբերությունները հապկի հետ արդեն վաղուց հայտնի են, Հայաստանի դիրքորոշումը կառավարության հայտնի է, ես այս վերջին շրջանում հատկապես, վերջին մի քանի օրերին հատկապես հապկի տարբեր պաշտոնյաներ, այդ թվում անդամ երկրներից հայտարարություններ են հնչում, որ առաջիկա նիստին քննարկվելու է Հայաստանին ձայնի իրավունքի զրկելու հարցը, հաշվի առնելով, որ անդամավճարները նաև այս ընթացքում չեն կատարել որպես պարտավորություն, նաև ակնարկվում է Հայաստանին հետագայում հեռացնելու մասին հապկից, հապկի հետ կապված ձեր քաղաքական ուժի դիրքորոշումը հայտնի էր նախընտրական փուլում, բայց այս բան որպես ընդդիմություն, դուք ստեղծված իրավիճակը ինչպես եք գնահատում, արդյոք ռիսկային եք համարում Հայաստանին օրինակ հեռացնելու հեռանկարը եւ կարծում եք, որ Հայաստանը պետք է չնայած նրան, որ այդպես էլ հապկից չստացավ այն գնահատականները, որ ակնկալում էր հատկապես սեպտեմբերյան հարձակման փուլից հետո, չնայած այս իրավիճակին, դուք կարծում եք, որ Հայաստանը պետք է վերանայի իր մոտեցումները եւ օրինակ կատարի այն պարտավորությունները, որոնք ունի այդ կազմակերպության շրջանակում։ Հայաստանի իշխանությունները հապկի հետ հարաբերություններում ցուցաբերել են միշտ տարօրինակ եւ հակասական պահվածք եւ վարքագիծ, որը դրսևորվել է դեռևս այն պահին, երբ որ ձերբակալվեց Հայաստանում հապկի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։ Յուրի Խաչատուրովը հապկի բոլոր պետությունների ղեկավարների կողմից ընտրված պաշտոնյա էր եւ ուներ դիվանագիտական անձեռնմխելիություն հապկի ողջ տարածքում, այդ թվում Հայաստանի տարածքում։ Հետևաբար առանց այդ պետությունների ղեկավարների հետ որոշակի քննարկումների կամ համաձայնեցման Բելարուսի նախագահը հայտարարել էր, որ իրենց հետ Խաչատուրովի ձերբակալության հետ կապված որևէ հարց չի քննարկվել Հայաստանի իշխանությունների կողմից, դա արդեն իսկ ծանր հարված էր հապկի հեղինակությանը եւ Հայաստանի այդ կազմակերպության դիրքավորմանը։ Դրանից հետո, երբ որ Խաչատուրովը պաշտոնանկ արվեց, այսինքն Հայաստանը հետ կանչեց, եթե հիշում եք, հապկում կար պայմանավորվածություն, որ այբենական կարգով գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է փոխանցվի հաջորդ երկրին, այդ հաջորդ երկիրն էր Բելարուսը։ Բելարուսը առաջադրել էր Ստանիսլավ Զասի թեկնածությունը եւ Հայաստանը շուրջ մոտ 8 ամիս արգելափակեց Ստանիսլավ Զասի ընտրվելը հապկում։ Հապկը մի կազմակերպություն է, որտեղ բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսով, այսինքն մի երկիր եթե որոշմանը կայացմանը խափանում, այդ որոշումը չի կայացվում, այսինքն Հայաստանի պատճառով կազմակերպությունը տևական ժամանակ զրկված է եղել լիարժեք արդյունավետ կառավարման հնարավորությունից։ Հետո էլ այդ նույն Ստանիսլավ Զասին Փաշինյանը ոչ միայն ընտրեց, այլ էլ առաքելության ավարտին 22 թվին ինքը անձամբ մեդալով պարգևատրեց։ Եթե վերադառնանք մեր ժամանակները, երբ որ Հայաստանը դիմել էր, այդ ժամանակ հապկը լիարժեք գործում էր եւ պատշաճ արձագանք չտվեց։ Հայաստանը այդ ժամանակ հապկին չի դիմել, Հայաստանը դիմել է, կներեք, անվտանգության խորհուրդը հաստատել է, որ 4 հոդվածի համաձայն, որը նախատեսում է անվտանգ երբ որ ադրբեջանցիներն ներխուժեցին սեպտեմբերից հետո։ Հիմա Հայաստան եւ հապկի պատմության մեջ Հայաստանը հապկին դիմել է ընդամենը մեկ անգամ, դա եղել է 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի ժամանակ։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ այդ ժամանակ հապկը նախագահող երկիրն էր Հայաստանը։ Այսինքն Հայաստանը, որ դիմել էր հապկին,
դիմել էր նախագահող Նիկոլ Փաշինյանը։ Ինքն էր նախագահում այդ ժամանակ Հա, բայց դա ՀԱՊԿ-ը։ հավաքական է, տարբեր պետություններից կազմված Միջազգային կազմակերպությունն է, որը տվյալ պահին ունի նախագահող պետություն եւ նախագահող պետությունն էր Հայաստան։ Իդեպ այդ նույն տարում 2022 թվականի հունվարին ՀԱՊԿ-ում եղել է մեկ այլ դիմում Ղազախստանի կողմից, որը նախագահող երկրի ղեկավարը Նիկոլ Փաշինյանը շատ արդյունավետ անցել է իր պարտականությունների կատարմանը, նախագահել է ամբողջ գիշեր ՀԱՊԿ-ի հեռավար Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որի արդյունքում զորքեր են ուղարկվել ՀԱՊԿ-ի անդամ երկրներից Ղազախստան, այդ թվում Հայաստանից, Ղազախստանում հացի թռերից մեկի անվտանգություն ապահովելու նպատակով։ Դա հասկացա, բայց կխնդրեմ անդրադառնանք նաև այս իրավիճակին, երբ որ Հայաստանից ակնկալում են պարտավորությունների կատարում, երբ Հայաստանն է կոնկրետ լիազորությունների շրջանակում գործելու այդ հեռանկարից։ Դուք հիմա կարծում եք, որ Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները որպես ՀԱՊԿ անդամ, դե յուրե անդամ, թե կարծում եք, որ պետք է դուրս գալու որոշում կայացնել, որպես ընդդիմություն։ ՀԱՊԿ-ին դիմելուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հրավիրվել է իր Հավաքական անվտանգության խորհրդի հեռավար նիստ, որը ինքն է նախագահել։ Եվ ինքը գոհունակություն էր հայտնել այդ նիստում, ինչեք Փաշինյանի գործողությունները չէ՞ ծաղել, բայց ողբերգություն։ Հա, բանը նա գոհունակություն էր հայտնել Հավաքական անվտանգության խորհրդի նիստից, որից անմիջապես հետո հաջորդ օրը Հայաստանը ժամանել Հավաքական անվտանգության խորհրդի զինված ուժերի շտաբի ղեկավարը Իսկ սեպտեմբերի 19-ին Հայաստանը ժամանե ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը։ Նպատակը եղել է այն, որ գնահատվի Հայաստանի կարողությունները, պահանջները, որ ըստ այդմ մշակվի առաջարկությունների փաթեթ Հայաստանին օգնություն տրամադրելու համար։ Ստանիսլավ Զասին Հայաստանում ամենաբարձր պաշտոնյան, որ ընդունել է, եղել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, պաշտպանության նախարարը չի ընդունել, արտաքին գործերի նախարարը չի ընդունել, վարչապետը չի ընդունել։ Պատերազմից հետո։ Այո, սեպտեմբերի 19-ի Ստանիսլավ Զասի այցից հետո։ Վերադառնանք նաև իմ հարցին, խնդրում։ Հիմա ասում եմ, ու մեկ էլ ընդունել է Ջերմուկի քաղաքապետը։ Ստանիսլավ Զասը այցելել էր Ջերմուկ, որպեսզի տեղում տենար, թե այնտեղ ինչա տեղի ունեցել։ Այդ մակարդակի հանդիպումներ են կազմակերպել։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը Ստանիսլավ Զասին Հայաստանում չի ընդունում, ինքը նախագահ ու երկրի ղեկավարն է, գլխավոր քարտուղարն եկել է, որ կարիքներն ուսումնասիրի։ Սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ բռնություն գործադրելուց հետո գնում է ՄԱԿ, մասնակցում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին եւ այնտեղ հանդիպում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին։ Հետո գալիս է ասում է ես ՀԱՊԿ-ից դժգոհություն։ Ուզում եք ասել ՀԱՊԿ-ը հիմա ինչ անում է, դա արձագանք է Հայաստանի արարածների։ Ես հիմա ձեզ փաստերով, ամսաթվերով գնահատականն եմ ասում եմ, թե Հայաստանը որպես ՀԱՊԿ-ի անդամ եւ նախագահող երկիր, այդ երկրի ղեկավարը ինչ գործողություն։ Ի վերջո այդ իմ ասածից հետո ՀԱՊԿ-ը մշակել է Հայաստանին օգնություն տրամադրելու փաթեթ, որը ուներ 3 բաղադրիչ՝ դիվանագիտական աջակցություն, ռազմատեխնիկական աջակցություն եւ դիտորդական առաքելություն։ Ճանաչում էր սահմանները, պարոն Ղազարյան, այդ առաքելությունները, որ գալու են, որտեղ էին։ ՀԱՊԿ-ը նաև Հայաստանն է, չէ՞։ Այսինքն ՀԱՊԿ-ը ոնց պիտի ճանաչի Հայաստանի սահմանները, եթե Հայաստանը ինքը պիտի իմանա, չէ՞, իր սահման։ Հիմա ենթադրենք Ուկրաինայի եւ Բելարուսի մեջ ակնհայտ որոշակի լարվածություն կա, սահմանակից պետություններ են։ Հիմա եթե Ուկրաինան հարձակվի Բելարուսի վրա կամ ռազմական վեճ լինի, Բելարուսը իրավունք ունի դիմի ՀԱՊԿ-ին, ճիշտ է։ Հիմա ՀԱՊԿ-ին օգնություն տրամադրելու համար Լուկաշենկոն երկրի սահմանը որտեղ ունեցում։ Հայաստանը չէր նշել, որ նա իր սահմանը, դրա համար ՀԱՊԿ-ը դժվարանում էր, Բայց ինքը պիտի, այդ որ ասում եք ՀԱՊԿ-ը նաև սահմաններով է անդամագրվել, կասեք։ Անկախության հռչակագրով։ Չէ, բայց ինչ սահմաններով։ ՀԱՊԿ-ի կանոնադրության նախաբանը որ նայեք, ասում է, անկախ պետությունները, որոնք գործում են իրենց հռչակագրերով, ստեղծում են այս կազմակերպությունը, հա։